Ողջույն սիրելիներս, ես շատ եմ ափսոսում, որ մինչև այսօր ես այս համեղությունը առաջին անգամ եմ պատրաստում, քանի որ այն շատ պարզ է, շատ պարզ բաղադրիչներից է բաղկացած, բայց միևնույն ժամանակ անչափ համեղ, փխրուն, մի խոսքով անթերի թխվածքաբլիթներ, որոնք կոչվում են հրեշտակի թևեր, խորհուրդ կտամ մնալ ինձ հետ և տեսնել պատրաստման ընթացքը, դե ինչ անցնենք գործի։ Առաջին հերթին պատրաստում ենք խմորը, դրա համար ամանի մեջ մաղում ենք ալյուրը, բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում։ Վերցնում ենք սառնարանից հենց նոր հանած կարագը, անհրաժեշտ է, որ կարագը լինի շատ սառը վիճակում, և քերիչով անցկացնում ենք։ Որից հետո այստեղ ավելացնում ենք մի պտղուն աղ, ավելացնում ենք վանիլին, ասեմ, որ այս խմորի մեջ չենք ավելացնում ոչ փխրեցուցիչ, ոչ սոդա, ոչինչ չենք ավելացնում։ Ահա այսպես տրորում ենք, մի փոքր փոս ենք անում և այդտեղ ավելացնում ենք 3 ձվի դեղնուցը, առանձնացնում ենք սպիտակուցը, որպեսզի պատրաստենք բեզե։ Ավելացնում ենք թթվասերը, այս ամենը լավ խառնում ենք, շարունակում ենք տրորել, պատրաստում ենք գունդ և տեղափոխում ենք սառնարան։ Իսկ այժմ պատրաստում ենք բեզեն, հարիչի ամանի մեջ լցնում ենք մեր սպիտակուցը, մի պտղուն աղ ենք անում, կադրից դուրս է մնացել, և հարում ենք այնքան, մինչև զանգվածը փրփրի և սպիտակի։ Ահա, իսկ այժմ քիչ-քիչ ավելացնում ենք շաքարավազը և շարունակում ենք հարելը։ Շաքարավազը լավ հարելուց հետո վերջում ավելացնում ենք օսլա, մի փոքր հարում ենք և մեր բեզեն պատրաստ է, շատ ամուր բեզե է ստացվում։ Այժմ խմորը հանում ենք սառնարանից, անհրաժեշտ է պատրաստել ընկույզի չափ գնդեր։ Ահա, գնդերը պատրաստ են, այժմ վերցնում ենք յուղաթուղթ, մի փոքր ալյուր ենք ցանում և գրտնակում ենք մեր գնդերը, ինչքան հնարավոր է բարակ շերտով։
Վերցնում ենք մեր համեղ բեզեից, դնում ենք մեջտեղում և անում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։ Տեսեք, որքան գեղեցիկ են ստացվել, ջեռոցը միացնում ենք, տաքացնում ենք 170 աստիճան և տեղափոխում ենք թխվելու, մինչև ստանան այսպիսի գեղեցիկ ոսկեգույն երանգ։ Տեսեք, ինչ փքուն են ստացվել, հանում ենք ջեռոցից և թողնում ենք, որպեսզի սառի։ Տեղափոխում ենք մատուցվող ամանի մեջ, այնուհետև վրան շաքարի փոշի ենք ցանում և համտեսում ենք։ Եթե ուզում եք ինչ-որ անսովոր բան փորձել, որը այսքան պարզ բաղադրիչներից է բաղկացած, այսքան պարզ է պատրաստվում և միևնույն ժամանակ շատ համեղ և նուրբ է, խորհուրդ կտամ պատրաստել և իհարկե կիսվել մեկնաբանություններում, թե ձեզ մոտ ինչպես է ստացվել։ Իսկ եթե հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը, սեղմեք լայք, բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմեք նաև զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք իմ կողմից տեղադրվող նոր տեսանյութերը դիտելու հնարավորությունը։ Ձեզ հետ է Raffaello For You ալիքը, սիրով ձեր Նարինե։ Կհանդիպենք հաջորդ տեսանյութում։